Սիրիայի իշխանությունը մի քանի ժամ է տվել բնակիչներին Հալեպի քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերից դուրս գալու համար։ Հետո արգելվելու է մուտքն ու ելքը այդ շրջաններ։ Սիրիայի կառավարական բանակը պատրաստվում է լուրջ հարվածներ հասցնել այդ շրջաններում տեղակայված քրդական զորքին։ Հայլուրին պատմել է հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։ Բնականաբար ռազմական ավելի ծանր գործողություններու պիտի սկսի։ Քաղաքը հիմա մինչև այս ժամը բնականon է, թե պետական գարկով դեղեր փակ են, դպրոցները դակավին փակ կմնան, գրթական բոլոր հաստատությունները, ոչ միայն դպրոցները, համալսարանները եւ այլն, բայց երթևեք կա, այսինքն անդամալուծված չէ քաղաքը, բայց ժամը ու գեսեն իդ բնականաբար մարդիկ պիտի զսկուշանան երեկվա նման եւ իրենց դուներեն դուրս գալ պիտի չուզեն։ Ափսոս որ առայժմ ասե դակավին իրավիճակը դակավին հաշտության կամ համացայնության հանգրվան կամ նախադեսումներ չկան եւ իրավիճակը այսպես լարված կշարունակվի։ Քրդական այդ շրջաններում նաև բազմաթիվ հայեր են ապրում, նրանք նույնպես դուրս են եկել։ Ըստ որոշ տեղեկությունների, որոշները ճամփա են ընկել Հայաստան, որոշներն էլ առաջնորդարանում են ապաստան գտել։ Համայնքը ամիջապես անցավ արագ գործողություններու եւ հայտարարեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը, որովհետեւ եթե կան ընտանիքներ, որոնք անաբահով գսկան, իրենց ապրած շենքերը, բնակարանները մոտ են քրդական շրջաններում գրնան թիմել եկեղեցու ներքնասրահ, առավել հերացայինի թիվեր հայտարարված են, որևէ մեկ բարակային կարելի է թիմել այդ թիվերուն։ Հայերի շրջանում տուժածներ չկան, բայց նրանք նյութական մեծ վնաս են կրել։ Ափսոս որ բնակելի շրջաններու վրա հրթիռներ իջավ, հայերու դուներու վրա եւս Փառք Աստծո վնասները միան նյութական էին, նախախնամությամբ բնակիչները այլ սենյակի մեջ էին, երբ որ հրթիռը ուրիշ սենյակի վրա ինգավ, Փառք Աստծո չկան վիրավորներ, չկան զոհեր։ Ըստ վերջին տեղեկությունների, քրդերի գլխավորած դեմոկրատական ուժերի եւ Սիրիայի կառավարական բանակի միջև երեքշաբթի երեկոյան սկսված բախումների հետևանքով 9 զոհ կա, մի քանի տասնյակ վիրավոր։ Հալեպի Ալ-Միդան թաղամասում տները հողին են հավասարվել, մարդիկ փողոցներում են մնացել։ Ով Աստված նրանց պատժի, սարսափելի բան է, տանդ հանգիստ նստած լինես, մեկ էլ այսպիսի աղետ։ Այս թաղամասից են գնդակոծությունների զոհ դարձած 2 երեխաները։ Նրանք քնած են եղել, երբ արկը ընկել է տան վրա։ Երեխաներին փորձել են արագ հասցնել հիվանդանոց, բայց հենց հիվանդանոցի բակում երկուսն էլ մահացել են։ Իմ մեքենայով ենք երեխաներին տարել հիվանդանոց, նրանք շատ ծանր վնասվածքներ ունեին։ Մենք նրանց տեղափոխեցինք Ալ-Ռազի հիվանդանոց, բայց հասնելուն պես բժիշկներն ասացին, որ նրանց փրկել այլևս չի հաջողվի։ Ավելի քան 3000 մարդ է տարհանվել Հալեպի գնդակոծված թաղամասերից։ Իրավիճակը սարսափելի է հատկապես Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում։ Դրանք հիմնական թիրախներն են եղել։ Լարա Արաքելյան, Լիլիթ Գասպարյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։